Բարև ձեզ։ Բարև, հազար բարին։ Կարելի է ձեզ մի քանի հարց տալ Մղչյան գյուղի մասին։ Այո, ես մղչյանցի եմ, մղչյան ծնվել, մղչյան ապրում եմ իջև, հարց տվեք, ինչ հարց եք տալի։ Ինչ գիտեք Մղչյան գյուղի մասին։ Մղչյան գյուղի մասին շատ բան կարելի ասել։ Մղչյան գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականից։ Իմ պապերը 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ներգաղթել են Արևելյան Հայաստան ու եկել են Մղչյան ապրել մենք։ Մղչյան գյուղի հիմնադիրներից մեկը հենց եղել է մեր պապերը։ Եղել են 16 ազգություն, տնտեսություն Մղչյանում են հիմնադրել են։ Այդ գյուղի կենտրոնում է եղել այդ գյուղը։ Կամաց ասած բազմացել է, մանալ է, զբաղվել են անասնապահությամբ, գյուղատնտեսություն, ասենք ծառապտուղ, խաղող, մեկ էլ մյուս այդպես ապրել են։ Հա, հետո դրանից հետո հեղափոխությունը որ ելավ, ցարական կառավարությունը որ տապալվավ, մեր Մղչյան գյուղը կոմունիստական կարգեր արտադրեցին, ամբողջ Հայաստանում Մղչյանում էլ կոմունիստական կարգեր արտադրեցին։ Հա։ Հետո կարամ էլ 20 թվականի, կարամ էլ ասեմ, որ 1936 թվականին Մղչյանի մասին, որ Գառնիից խմելու ջուր բերեցին, չունենք խմելու ջուր Մղչյան գյուղով 36 թվականին բերեց Մղչյան գյուղ։ Ռոռոկման ջուրն էր զատում մենք ջնում էինք, ասում են Ստալինյան կանալ, վերևի կանալից էինք ջնում, բայց այդ կանալն ասում են Ստալինյան կանալ։ Բայց հետո 70-ական թվականներին որ հոգսը Սևանի խողովակները ջուր բերեցին այդ Մղչյան գյուղ վերևով տարան ռոռոկման համար, մինչև Արարատ են վերևի գյուղերը ելել ռոռոկելու համար։ Հետո Մղչյան գյուղը մեծացավ, շատացավ, 41-45 թվականի պատերազմին մեր գյուղից շատ մարդ մասնակցել պատերազմին, շատեր զոհվել են, հերոսներ են ելել, ակումբի պատին գրած է մեր գյուղը, կարան եթան կարդան նայեն։ Բացի հետ էլ պատերազմից հետո մեր գյուղը մեծացավ, Օղբին գյուղից 40 տնտեսություն եկավ միացավ Մղչյան գյուղին 40 տուն, իրանց ամեն ինչով վերով վեշով եկան Մղչյանը միացավ, Մղչյանը մեծացավ, շատացավ, հետո Սիրիա հայեր եկան թվերին, մոտավորապես թվեր 70-ական թվերին, պատերազմից հետո եկան, Մղչյան գյուղը ավելի շատացավ, ավելի մեծացավ, լայնացավ, շատացավ ժողովուրդը։ Հետո հաջորդ հարցը։ Կուզենայիք տեղափոխվել ուրիշ տեղ ապրել։ Ես Մղչյան գյուղում ծնվել եմ, Մղչյան գյուղում ապրեմ, 70 տարեկան մարդ եմ, Մղչյան գյուղից ոչ մի տեղ ցանկություն եմ գնալու։ Ձեզ դուր է գալիս այս գյուղում ապրելը։ Անպայման։ Իմ օրը, իմ արևը Մղչյան գյուղն է, իմ ամենալավ հիշողությունները Մղչյան գյուղում է։ Լավ, նախկինում ինչով էին զբաղվում մղչյանցիները։ Նախկինում Մղչյան գյուղը ժողովուրդը զբաղվել են հիմնականում անասնապահությամբ, խաղող են մշակել, խաղողներ, ծառ, դաշտերում արել են բամբակ են արել, թթուն են արել, թթուն են արել, բամբակ, այդպես զբաղվել են այդպես զբաղվելով, այդքան կարամ ասեմ, ծառապտուղ։ Լավ, շնորհակալություն ձեզ, ցտեսություն։